Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Գերմանիայի հավանական նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին նացիստ է անվանել Ղրիմի կամուրջին հարվածելու գաղափարի համար եւ հիշել է նրա հոր հիտլերյան անցյալը, այս մասին տեղեկացնում է ռուսական պետական TASS լրատվական գործակալությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է նախագահի պաշտոնավարման առաջին տարում երկրից արտաքսել մինչև 1 միլիոն անօրինական ներգաղթյալի։ Washington Post-ին հայտնել է դաշտային 4 ներկա եւ նախկին պաշտոնյա։ Նրանց խոսքով այս թիվը զգալիորեն գերազանցում է տեղահանությունների նախորդ ռեկորդը Բարակ Օբամայի նախագահության ժամանակաշրջանում՝ տարեկան 400,000 մարդ։ Պարբերականը նշել է, որ վերլուծաբաններն այդ թիվն անիրատեսական են համարում, քանի որ առաջադրանքի համար բավարար ֆինանսավորում եւ իրավապահ մարմիններ չեն հատկացվել։ Ոչ ոք չի կարողանա դուրս պրծնել եւ ազատվել անարդար առևտրային բալանսների եւ բաքսային արգելքների համար, որոնք այլ երկրներն օգտագործում են մեր դեմ, հատկապես Չինաստանը, որ մեզ ամենավատն է վերաբերվում։ Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ուրբաթ սակագնային բացառություն չի հայտարարվել։ Այս ապրանքները ենթակա են ֆենտանիլի գործող 20% մաքսատուրքերի եւ դրանք ուղղակի տեղափոխվում են այլ սակագնային զամբյուղ։ Մենք կանրադառնանք կիսահաղորդիչներին եւ էլեկտրոնային ամբողջ մատակարարման շղթայի ազգային անվտանգության սակագների գալիք հետաքննություններում, ասել է Թրամփը։ Լիբանանի վարչապետ Նաուֆ Սալամը երկուշաբթի մեկնել է Սիրիա իր առաջին պաշտոնական այցով հանդիպելու նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ, երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով, հայտնում է Associated Press-ը, վկայակոչելով լիբանանյան աղբյուրները։ Սա լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին ուղևորությունն է Դամասկոս այն բանից հետո, երբ փետրվարին Բեյրութում նոր կառավարություն ձևավորվեց Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի տապալումից 2 ամիս անց։ Ռուսաստանի ԵՄ գազի մատակարարումները հասել են ամենացածր մակարդակին ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ 2025 թվականի առաջին եռամսյակում ԵՄ գազի ներկրման հիմնական աղբյուրը Նորվեգիայից խողովակաշարերի մատակարարումն է եղել 23.5 միլիարդ խորանարդ մետր։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ից ստացված հեղուկ բնական գազն է 18.3 միլիարդ խորանարդ մետր։ Երրորդ տեղում Ռուսաստանից մատակարարումները 11 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ Եվրամիությունը հստակ հանձնարարականներ է տվել Եվրամիության թեկնածու երկրներին չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին եւ չայցելել Ռուսաստան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Լյուքսեմբուրգում ապրիլի 14-ին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակում, հայտնում է Եվրոպյան Պրավդան։ Թուրքիան կարող է ընդունել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև առաջին ուղիղ բանակցությունները, որոնք կքննարկեն Սև ծովի անվտանգության խնդիրները կապված հրադադարի հնարավորության հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նրանք նշել են, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ից 17-ը Անկարայում, ռազմածովային ուժերի շտաբում։ Ամերիկյան Global Firepower կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական տեխնոլոգիաներին, զինվորների քանակին, ռազմաարդյունաբերական բյուջեին եւ ռազմավարական կարողություններին վերաբերող զեկույց, գրում է Armeni Haber-ը։ Ավելի քան 60 չափորոշիչների համեմատությամբ կազմվել են նաեւ տարածաշրջանում ամենաուժեղ ռազմական ներուժ ունեցող պետությունների ցանկը։ Ըստ այդմ Թուրքիան ինչպես 2024 թվականին, այնպես էլ այս տարի զբաղեցրել է Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակն ունեցող երկրի հորիզոնականը։ Թուրքիային հաջորդում է Իրանը եւ Եգիպտոսը, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Քուվեյթը։ Օկուպացված Արցախում ադրբեջանցի կին զինծառայող է զոհվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Քարվաճառում Մավան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Մեքենայի շրջվելու հետևանքով մահացել է 1983 թվականին ծնված Իլախաշ Շախվերդիևան, որը ծառայում էր զորամասերից մեկում։